Մայիսի 16-ին շաբաթ օրը ժամը 16:00-ին ես կանցկացնեմ մեգա պահկվոցի Երևան մոլի ներսում։ Մուտքը ամբողջությամբ ազատ է եւ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել։ Հավաքվում են գլխավոր մուտքի մոտ, որտեղ մեր ուղեկցորդը կազդարարի խաղի մեկնարկի մասին։ Նաեւ շատ շնորհակալ ենք Երևան մոլին, որ հնարավորություն ունենք հենց այստեղ անցկացնել մեր հաջորդ մեգա մասշտաբ պահկվոցին։ Ուրեմն կհանդիպենք շաբաթ օրը 16:00-ին Երևան մոլում։ Իսկ մենք անցանք մեր վիդեոին։ Ուրեմն հիմա ժամը 13:35 է եւ ես ձեզ ողջունում եմ Միկա Թանգյան YouTube-յան ալիքի նոր վիդեոյում։ Միկա, վերա! Ճանապարհ։ Իմացել եք, որ Միկային գտել են։ Վազում են Միկայի մոտ։ Արես ինչ արագ ես դու վազում։ Միկա, վերա! Բրեկ! Գնեք դուք պահկվոցին մասնակցում եք, հա? Միկա ջան, քո համար մեծ ուղղությունների են գնում երեխեքը։ Ինչպես հիշում եք, տարիներ առաջ, ավելի կոնկրետ 8 տարի առաջ, ես առաջինը հայկական YouTube-ում մեկնարկեցի մի մեգա մասշտաբ պրոյեկտ, որի անունն էր Պահկվոցի։ Խաղում էինք Պահկվոցի Երևանի կենտրոնում, մոլերում, տարբեր տեղեր, եւ այդ պրոյեկտը ձեզ այնքան դուր եկավ, որ մինչ այսօր դուք ինձ ասում էիք՝ Միք ջան, իսկ երբ է դուրս գալու նոր Պահկվոցի սերիա։ Եվ այդքան ձեր խոսքերից հետո ես հասկացա մի բան, որ եթե նկարեմ Պահկվոցի, ապա պետք է այդ պրոյեկտը վերականգնեմ ձեզ հետ միասին։ Քուրս զանգում ասում է, տեսել եմ Միկային, ոշում վազում եմ, արա մի ամիտ բարձրացեն ասում եմ, հենա Միկան սաղ վազում են ու բռնում են։ Երեք երեկոյան ես տեղադրեցի շորտս, որտեղ ասեցի, որ հյուսիսային պողոտայից մինչև հրապարակի շատրվաններ ես կխաղամ Պահկվոցի իմ բաժանորդների հետ։ Բայց դա չի լինելու միայն Պահկվոցի, բացի ինձ գտնելուց, դուք նաև պետք է ինձ բռնեք։ Ահա որ թեժ է անցնելու, որովհետև ամենակարևորը ես չգիտեմ ով է մասնակցելու, ես չեմ տեսնելու ձեզ ընդհանրապես, ես սկսելու եմ ուղղակի ինչ-որ կետից, իսկ դուք հնարավոր է լինեք հյուսիսային պողոտայում, հնարավոր է լինեք հրապարակում, հնարավոր է լինեք մեջտեղում հյուսիսայինի հրապարակ Ես քայլելուց, այսինքն պետք է աջ ձախ հետև ամենտեղ նայեմ, որովհետև ես չգիտեմ որտեղից կարող է դուրս գա իմ բաժանորդը ու ինձ բռնի։ Դրա համար ահա որ թեժ նկարահանումը այսօր սպասվում, ձեզանից անպայման 10,000 լայք հենց հիմա ճպցնում ենք այս մեգա մասշտաբ վիդեոյի տակ, ու եթե ձեզ դուր է գալի նմանատիպ ֆորմատ Պահկվոցի, ապա ակտիվ լայքեք եւ մեկնաբանություններում գրեք, հնարավոր է ձեր քաղաքում մյուսը կազմակերպենք։ Իսկ ինչ տեսք ունենամ ես Պահկվոցի ժամանակ, եկեք տեսնենք հենց հիմա։ Սիրելի ինքերներ, ինչպես տեսնում եք, ես շատ չեմ կերպարանափոխվել Չելսի կեպկով եմ, սենց մի հատ վերխ եմ հակել, շատ չեմ ուզում կերպարանափոխվեմ, էլի եմ ասում, ինձ սրանով հարմար է լինելու վազել։ Մի խոսքով դուք ինձ այսօր բռնելու ընդհանրապես շանս չունեք, որովհետև ես մարտական եմ տրամադրված։ Տեսնենք, ինչ կլինի։ Սիրելի ինքներ, ինչպես տեսնում եք, ես արդեն հրապարակի մոտ եմ համարյա եւ մնացել է հաշված րոպեներ, մոտ 3-ից 2 րոպե։ Ես հենց հիմա գնում եմ եւ սկսեմ իմ Պահկվոցին Հանրապետության հրապարակից։ Մենք ջան քեզ ենք ման գալի։ Հիմա էլ սենց հրապարակով գնում ենք։ Բա՞ո՞ր է։ Հիմա պահկվել է, մենք չգիտենք ախպեր։ Արեք։ Շատերդ արդեն իմ Instagram-ին վիդեոներ եք ուղարկում, որ դուք հյուսիսայինում եք, հրապարակում եք, այն մի ծերն եք, դուք ամենուր եք, ես ձեզանից պետքա փախնեմ մաքսիմալ։ Դրա համար ես ամեն ինչ կանեմ, որ առաջի րոպեներից խաղը չավարտվի։ Գնացինք։ Սիրելի ինքերներ, ես Հանրապետության հրապարակում եմ, իսկ դա նշանակում է, որ խաղը մեկնարկած է։ Բաժանորդները կարող են լինել ամենուր եք, դրա համար ես աջ եւ ձախ կողմերս պետք է մաքսիմալ ուշադիր լինեմ։ Ասենք օպերա Միկա Թանգյանը չկա, կորել է այդ մարդը։ Կտովի խոստանում եմ դրամական պարքև, խնդրում եմ ասեք։ Իմ մոտ, որ հասկանաք, մաքսիմալ փոքր կամերա է, բայց ինձ թվում է մարդկանց մեջ ավելի շատ պետք մտնել, որ հանկարծ չկարողանան բռնել, որովհետև սենց կամերայով որ քայլում եմ, շատ պալիտ վիճակ է։ Արա հենա մարդը բաժանորդներից ոնց որ բաժանորդներից սա։ Ինձ թվում է բաժանորդներս էլ են մաքսիմալ իրանց նենց պահելու, որ ես հանկարծ չհասկանամ, որ իրանք ինձ ճանաչել են։ Շատ խճճված ենք, որտեղ առավոտվա քանիսն է սպասի։ Առավոտվա ժամը
մեկան 2-ից մենք ստեղ ենք ու 2 ժամա Միկային 2 ժամ մենք գտնում ենք։ Հենց հիմա իմ հետևից երկու հոգի մարդ է գալի, չգիտեմ իրանք կապ ունեն խաղի հետ թե չէ, բայց կոնկրետ իմ հետևից գալիս են։ Արա պետք է մաքսիմալ ուշադիր լինել ժողովուրդ, որովհետև ամեն տեղից կարա վտանգը սպասվի։ Գնեք դուք պահկվոցին մասնակցում եք, հա? Լավ։ Այս ժողովուրդ տեսեք, երկու հոգի արդեն ինձ հետապնդում են կոնկրետ, որ բռնեն, բայց ես հենց հիմա գնում եմ, եթե այս վերևի մասից ինչ-որ մեկը ուզենա մտնի, այդ ժամանակ ես չեմ կարողանա փախնեմ, դրա համար ես այսպես եմ գնում, ժողովուրդ արդեն հոգնել եմ, սենց արագ քայլելուց ու աջ ձախ նայելուց կոնկրետ հոգնել եմ, լավ հետ եմ ինգել ոնց որ։ Որը եկավ, որը սարև նայք, ժողորդ սկսան վազել, ժողորդ սկսել է, որը սարև, հլի նայ իմ դեիցել եմ վազում, որը Ora, հորս եմ, ես այսքան չեմ կարող վազեմ, Կապներով չի պետք է Լավ ես։ Չէ Լավ չի։ Որտեղից եք հավաքվել։ Չենք հավաքվել։ Հուսայինի տեսում ենք, լիքը մարդիկ։ Սիրելի ընկերներ, այս տղան ինձ բռնեց, իրանք ինձ կպան Չգիտեմ, շատ շուտ եղավ, պլանավորում էի, որ մի քիչ ավելի երկար կտևի։ Ժողովուրդ հրապարակում ինձ բռնեցին։ Հիմա, քանի որ խաղը շատ շուտ է ավարտվել, հիմա նվերը կհանձնենք ու կշարունակենք։ Հնարավոր է մի հատ նվեր պատրաստեմ արդեն մյուս գտնողին։ Ինքը սեղանի խաղ է, լավ, շատ հետաքրքիր խաղ է։ Շնորհավորում եմ հաղթանակի շուրջ։ Ձեզ մի քիչ էր մնում, դուք կպաք ուղղակի, իսկ ինքը կոնկրետ դեմս քաշեց։ Դրա համար դուք հələ մասնակցեք։ Մի հատ էլ բոնուս նվեր կպատրաստեմ, ուղղակի հիմա իմ մոտ չի, բայց մի հատ բոնուս նվեր մյուս բռնողին իմ կողմից։ Հա, գտել եմ։ Դուք։ Ուրա, ու։ Ախր ճիշտ է ասում։ Երթվա։ Ո՞վ է գտել։ Ես։ Հա? Ուր է։ Շապ ստացել եմ նվերը։ Էլիան։ Նայ մնա, ի՞նչ Ինչ է երևում։ Խաղա։ Դուրեկետո ինչ խաղացից։ Կարակետո։ Որտե՞ս դե։ Հրապարակում։ Նույնիսկ հիմա։ Էլիան։ Հա? Էլի խաղ։ Էլի նվեր ապերում։ Կարող հետո անենք գնաց նվեր էլի առնի։ Իստավ փոստ քչել նայք իստավ։ Իսկ ո՞նց էր պահկվել, թե միտը նստած էր։ Քայլում էր։ Քայլում էր, ես կամերան ձեռը։ Տեսա այդ իր աղնոցն ու բանը, այն կուրկոն չէ։ Արա։ Նոր գնաց։ Դե գնանք։ Նոր նվեր բերի։ Ես իրան տեսակ որի ինքնա։ Դե գնանք հետևենք։ Ստոպ, գտել են արդեն։ Ուրեմն ժողովուրդ, տակտիկան փոխում եմ, էլ չեմ հելնելու ժողովրդի մեջով քայլեմ, որտեվ տենց լրիվ անիմաստ է, միանգամից ինձ կարան գտնեն, բայց տեղ էլ ուրիշ տարբերակներ չկա հենց հիմա, այս կողմի վրա հյուսիսային պողոտան է ու չես կարա ասես քանի հոգի մարդ կա ստեղ։ Ես շենտրեքը։ Վիտային այդ մանդալի ախտը։ Գտել են արդեն։ Գտել եմ, մի հատ են անում։ Մի անգամ գտել են, արդեն գտել են։ Էլի ենք խայտ, բայց խաղում։ Գնաց էլի նվեր վերցնի, որ ենք խաղանք։ Շատ թաքուն եմ, արդեն քայլելու ձև չկա, բայց ահավոր թաքուն եմ քայլելու, ստեղ սենց հանգստանում եմ մի քիչ։ Այս կողմը հյուսիսային պողոտան է։ Որտե՞ց եք իմացել, որ կապեր շարժ կողմի։ Նոր մի հատ տղեկ գիտա նվերն է ձեռն է ասում։ Բանակ չէ ստա։ Սկզբանե հրապարակ մեկ է թային։ Ախպե մենք պրոստը Հրապարակում։ մենք դրեք նկարում։ Արա բայց հրապարակում իրանք են միկրոն։ Դե գիտե իրականորեն։ Միկրոսկոպ անցկես սաղս վազեն հրապարակ։ Ժողովուրդ, որ այսենց կանգնեմ, ինձ հաստատ չեն բռնի ու չեն գտնի։ Սենց չի լինի էլի երկար կանգնել։ Ինձ հիմա ժողովուրդ է երկու հոգի
հայլելով անցնում էին երկու հոգին որ տեսեք քայլում եք ես ես տեսնում եմ ինչա մարդ ես տենում ում Ժորդ հուսամ որ դուք նորմալ նկարում եք Ապե քելեք արդեն գնանք Հեսա արդեն էլի կգտնեն Քելեք Այսենց քայլում եմ աշի հետ որ հանկարծ ինձ ոչ մեկ չտեսնի ինձ թվում է հիմա համարյա բոլոր բաժանորդները իջել են դեպի հրապարակ որովհետև կես ժամից ավել արդեն անցել է որ իրականում շատ եմ հոգնել արդեն Եկեք բաժանվենք ամեն երկու Եկեք բաժանվենք երկու գնանք Ոնց ոդինը մուրիշ մացիկել են մի անում։ Հեսա սկսեցին վազել Միկային գտել են վազում ենք Միկայի մոտ Միկան հենա Փողացես գուշ Բրեք Ժորդ, բայց մի հատ բան ասեմ, ինձ արդեն բռնել են։ Գիտեք տեսեն կյանք են ասում։ Տեսել եք, որ ինձ արդեն բռնել են։ Հրապարակի ամենասկզբից բռնել են, մենք նվերը հանձնել ենք, բայց ես ասել եմ, որ մի հատ է շարունակենք, ու դու ես չէ բռնել, հա դու։ Բայց ես էիք թե Դրանք ուտի բռնեք Բռնելը կարևոր պայման է։ Առաջին ես Ձախ ձեռով քեզ մի հատ շնորհավոր։ Մերսի շատ Ապրես նայ, քանի որ մենք արդեն նվերը հանձնել ենք, քեզ պետքա ուղարկենք կամ մոտակա օրերը տեսնվենք կտանք։ Շապիկ է լինելու, Միկաթանգյան շապիկ է լինելու, առաջին նվերն էլ սեղանի խաղեր։ Մի խոսքով շնորհավորում եմ։ Քեզ եկեք մի հատ բարձր շնորհավորենք հաղթողին։ Մի հատ բան ասեմ, կցանկանաք նմանատիպ խաղ կազմակերպենք։ Բայց Բայց այս տանթը մենք բախվում դուրս։ դե ես դες ոնց հիշեմ։ Եթե ուզում եք եկեք մի հատ էլ խաղանք, բայց պետքա ծրվեք բոլորը։ Եկեք դա ամենավերջում։ Խոսքով ժողովուրդ, երրորդ մասն է շարունակվում բաժանորդների հետ։ Հիմա ժողովուրդ խնդրում եմ դուք ծրվեք։ Վերջ, եթե ուզում եք խաղ գնացեք։ Ես էլ գնում եմ պահկը։ Չէ, շենքերի մեջ մտնել չկա։ Այս մեկը չէ, բայց հնարավոր է հաղթողը իմ վիդեոներից մեկում նկարահանվի։ Բայց նայած վիդեո, ինչ ես ուզում ասես։ Ուզում եմ իմ մայրիկին բարևեմ Բարևի։ Բաժանորդագրվեք Միկայի ալիքին դեպի 1 միլիոն 100%։ Всё, ժողովուրդ, ծրվում ենք։ Վերջ, հաջողություն։ Արա ժողովուրդ տենում եք ինչ խելացի բաժանորդներ են, իրանց խնդրեցի, որ իրանք իմ հետևից չգան ու մնացել են ընդեղ։ Մի խոսքով կենտրոն կոնկրետ քաոս է տիրում։ Տղեկ ջան, բարի օր ձեզ։ Դուք մասնակցում եք պահկվոցի։ Մենք նոր ստեղ ենք Հա, տեսել եք, հա, այնտեղ եք։ Հələ ստոպ այս սկսում ենք, էլի երրորդ մասը։ Նույն տարածքն է, հյուսիսայինից հրապարակ։ Մեր բոլորիս Ռուսաստանաբնակ հայրենակիցների համար ունեմ հիանալի նորություն։ Եթե ձեզ մոտ չի աշխատում YouTube-ը, Instagram-ը, TikTok-ը եւ WhatsApp-ը, ապա ես գտել եմ այդ խնդրի լուծումը։ No Propaganda VPN-ի շնորհիվ դու կարող ես Ռուսաստանից նայել բոլոր արգելված սոցցանցերը։ Նկարագրությունների բաժնում լինքով անցնելու դեպքում իմ հետևորդների համար VPN-ը կլինի անվճար։ Աջակցեք մեր հովանավորներին, որոնց շնորհիվ մենք կարողանում ենք ստեղծել նմանատիպ հիասքանչ վիդեոներ։ Իսկ մենք շարունակենք վիդեոն։ Երրորդ մասը համարում եմ սկսված, հեսա որ բաժանորդը հանգարց ինձ տենա, ես իրան ասելու եմ, ստոպ, հələ չենք սկսել ու փախնեմ այդ պահին։ Այդպես տակտիկա ունեմ մի հատ, տեսնենք ոնց կաշխատի։ Գնային կամը ես ես։ Լսի, կարող է սաղ իմանան, որ ինքը բանա, հյուսիսային հրապարակը գնաց է, բայց ինքը եկել ես թե, որ նայեցին ընդե չկա, ինքը հետ գնաց ընդե։ Ոյ, ինչ ինքը Նայ, մտածում եմ, որ չի սկսել, ասել եմ, որ չի սկսել խաղը։
Ժողովուրդ, ճանապարհ։ Արես ինչ արագ ես դու վազում։ Չեմ կարող այսքան վազեմ։ Մի հոգին վազում է։ Մի անգամից այն ուրիշ մարդն է գալի։ Կպա։ Օրա կամազ։ Չիլնում ձեզնից փախնել։ Կտրվեց շունչներդ։ Չէ։ Դու вообще սամակատով բանով։ Ինչ էիր գոռում։ Բռնի։ Ժողովուրդ, ուզում եմ ասեմ, որ մի այլ տիպի դժվար է վազել, օրինակի համար, պատկերացրեք, Իրանից փախնում եմ, ինքը մի քիչ վազում հոգնում է, իսկ մյուսը արդեն իր ամբողջ ուժերով սկսում է վազել։ Ու դրա համար շատ դժվար է այդ ամեն ինչը լինում։ Եթե մեկնաբանություններում բաժանորդները գրեն, որ ուզում են, ապա շատ հնարավոր է, որ պայմանավորվենք ինչ-որ մոլի հետ կամ ինչ-որ տարածք հետ ու ունդեղ խաղանք։ Սիրելի ընկերներ, անչափ շնորհակալ եմ ձեզ մասնակցության համար։ Սա մեր առաջին, այսպես ասած, էքսպերիմենտն էր Պաղկվոցի բաժանորդների հետ։ Ցավոք սրտի շատ բաժանորդներ ինձ չկարողացան տեսնել, որովհետև հրապարակից մինչև հյուսիսային պողոտայի սկիզբ նրանք բոլորը ցրված էին։ Ինչ որ մի խումբ ինձ կարողացավ գտնել, առաջին տեղը հաղթեց Սեղանի մի հատ թույն խաղ, երկրորդ տեղը հաղթեց Միկա Թանգյանի շապիկ, իսկ երրորդ տեղը հաղթեց իմ վիդեոյում նկարանվելու հնարավորություն ստացավ, կարելի ասել։ Ես մի բան հասկացա, որ պետքա մարզվել, որովհետև իմ վազքի հետ կոնկրետ խնդիրներ կան, իսկ դուք 10-20-30 հոգով միանգամից վազում եք, մեկը հոգնում են, մյուսը գալիս աբգոն անում ու տենց շատ դժվար է, բայց եթե դուք ակտիվություն ցուցաբերեք այս վիդեոյի տակ, ապա ես կպատրաստվեմ ավելի լավ եւ ձեր հետ կկազմակերպեմ նոր Պաղկվոցի։ Գրկում եմ բոլորիդ, պատճում եմ, դուք գտնվում եք հայկական YouTube-ի ամենալավ ալիքում, ամենահետաքրքիր ալիքում, կհանդիպենք շատ շուտով։ Աշ լավ անցավ։ Շատ։ Կհանդիպենք շուտով։